Ողջունում եմ ձեզ Սիմոնյան Post YouTube-յան ալիքի հարգելի հետևորդներ, այսօր զրուցելու եմ իրավագիտության թեկնածու դոցենտ Գևորգ Պետրոսյանի հետ, բայց խնդրում եմ բաժանորդագրվել ալիքին, հավանել այս տեսանյութը եւ գրել մեկնաբանություն։ Բարև ձեզ, պարոն Պետրոսյան։ Բարև ձեզ, պարոն Սիմոնյան։ Պարոն Պետրոսյան, երեկ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ հերթական միջադեպը տեղի ունեցավ, քաղաքացին մոտեցավ նրան, ուզում էր զրուցել, ինչին ի պատասխան Ալեն Սիմոնյանը ասաց, որ չի ցանկանում զրուցելու բան չունի, հետո իր թիկնապահներին հրահանգեց, որպեսզի նրան տանեն այդտեղից, հետո ասաց Արամ պապա տա, հետո էլ հայոյեց սեռական բնույթի հայոյանք նրա ուրեմն հարազատներին սրբությանը ուղղված։ Սա իրավական ինչպիսի գնահատական պետք է ստանալ իրավական պետությունում։ Իսկապես իրավական պետությունում հիմա պետք է արդեն քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի, այսինքն խուլիգանության հատկանիշներով քրեական գործ հարուցված լիներ։ Հասկանում եք, սա անում է ազգային ժողովի նախագահը, ով որ ընտրվում է ժողովրդի կողմից։ Ու նա ժողովրդ իրան ընտրողին, ժողովրդին հայոյում է։ Սրանից ավելի բետար խուլիգանություն հնարավոր չի պատկերացնել։ Երևի իրանք ցայտնոտի մեջ են, հասկանում են, որ իրանք ապագա պաշտոնավարումը խիստ հարցականի տակ է, դրա համար էլ իրենց թույլ են տալի տենց խուլիգանական արարքներ։ Հասկանում եք, կարող է քաղաքացին ինչ-որ այնպիսի հարցով մոտեցել, որ ասենք դա իրավացության տիրույթում չի, բան։ Ինքը կարող չէ հանգիստ բացատրել, բայց քաղաքացուն հայոյելը որ օրենքի շրջանակներում է։ Ես ասեմ, դա խուլիգանության դասական դրսևորում է քրեական օրենսգրքի 297-րդ հոդված, եւ եթե մենք ունենայինք իր դիրքում գտնվող դատախազություն, հիմա արդեն պետքա քրեական վարույթ նախաձեռնված լիներ։ Այն ազատամարտիկ կոչեցյալ ասում Միքայելյանն ինչ ասում, ասում է հայոյանքը դա ասում է բանա, բխում է բանից, ինչի արքայությունից, հա, հասկանում եք սրանց վերաբերմունքը ժողովրդի նկատմամբ։ Եվ այսօր են Հայկ Կոնջորյանը ինչա, որ լրագրողին անվանում ասում է դու հոգեկան հիվանդ ես, գնա բուժվի։ Այդտեղա դու գնա բուժվի, որ խաբար չես ինչով ես զբաղված։ Գիտեք, պարոն Սիմոնյան, հարգելիս, դրանք ձրիակերների ակումբ են։ Այդ իմ ասած անվանումները, որ ես տվեցի, անուն անվանումները, ազգանունները, դրանցից որևէ մեկին դուք տեսել եք ազգային ժողովում օրինագիծ ներկայացնել։ Սիմոնյան բանը, Միքայելյանն ասում է, որ ինչ օրինագիծը ասենք ներկայացրել ազգային ժողովում։ Ալեն Սիմոնյանը այդ ձրիակերը ինչ է արել, մենակ ժողովրդի վրա թքի իր ախրանիկների, նախ իր ախրանիկները իրավունք չունեն մարդ ձերբակալելու։ Այդպիսի գործառույթ նախատեսված չի։ Ձերբակալման համար մարմիններ կա, ոստիկանություն կա, ազգային անվտանգություն կա։ Ինչ իրավունք ունի ազգային ժողովի նախագահի թիկնապահը քաղաքացի ձերբակալի։ Հասկանում եք, սա լրիվ սահմանադրական կարգի տապալում է։ Օրինակ թույլ են տալիս այդպիսի գործողություններ իրենց անձը պաշտպանելու համար։ Պարոն Պետրոսյան, սա առաջի դեպքը չի։ Ալեն Սիմոնյանը օրինակ քաղաքացու վրա թքեց, հետո Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին անվանել էր շան լակոտներ, բայց ինքը մնում է անպատիժ, այն մարդկանց, ում ինքը վիրավորում է, այդ մարդկանց հետևից են գնում։ Օրինակ քիչ առաջ էր տեսանյութ հրապարակեց Միքայել Մարգարյանը, ով երեք Ալեն Սիմոնյանի հետ վիճաբանության էր բռնվել, որ իր տուն ոստիկաններ են գնացել քաղաքացիական հագուստներով։ Այսինքն Ալեն Սիմոնյանը, այսպես ճակերտավոր ասած, պրովոկացիաներ է անում եւ քաղաքացիներին գցում է իրավապահների ձեռքը։ Հարգելի պարոն Սիմոնյան, Ալենը դա մի ձրիակեր մարդ է, որը ոչինչ չանելու դիմաց պետական բյուջեի միջոցների հաշվին միլիոնների աշխատավարձ ու պարգևատրում ստանում ու իր գործը այդ գործ տալն է։ Այդ է մեկ էլ որ ազգային ժողովի նախագահական հարթակից ասի լռություն դահլիճում։ Նա բացարձակապես հասկանում եք համակարգային կոռուպցիան սա է, որ ոչինչ չանելու դիմաց ստանում են միլիոնների աշխատավարձ պետական բյուջեի հաշվին իմ ձեր մյուսների բանվոր դասակարգի աշխատանքի արդյունքում ստացած եկամուտների հաշվին։ Այս է ամբողջ խնդիրը։ Որոնց իդեպ Կոնջորյան Հայկ,
Դու ով ես այդ տղա։ Այսօր մանդատը ձեռնտա դուխով տղու տեղ ես դրել, քեզ հիմի չեմ ուզում ուրիշ ձևի խոսամ, բայց դու ով ես, որ լրագրողին անվանես հոգեկան հիվանդ, որակում տաս, բժիշկ ես դու արա, հələ մեկ նայի հայրու մեջ կտենաս ով է իրական հոգեկան հիվանդը, ով է նրանց ճանաչել, հարգելի պարոն Սիմոնյան, սրանք մինչև մանդատ ստանալը ոչ մի ներդրում չեն ունեցել Հայաստանի պետականաշինության գործում, որ թող մեկը մատնանշի, ասի ես ինչ բանն եմ արել երկրի համար, չեն կարա, որ մեկն է արել, բայց այսօր մանդատը վերցրել են ձեռները, ես գիտեք ինչ, սա որակում եմ հոգեվարքի մեջ գտնվող մարդկանց արարմունք, իրանք հասկանում են, որ շատ հարցականի տակ է իրանց վերընտրվելու, վերարտադրվելու հնարավորությունը, դրա համար հոգեվարքի մեջ գտնվող մարդուց ամեն ինչ կարելի է սպասել։ Պարոն Պետրոսյան, նկատում եք, որ վերջի շրջանում հատկապես ագրեսիվ են, իրենք բան էին արել, էթիկայի կանոնագիրք էին ընդունել, որ սրանից հետո պետք է մենք մեզ լավ պահենք, ինստիտուցիոնալ շփվենք քաղաքացիների հետ, բայց Նիկոլ Փաշինյանը մետրոյում տեսակ այն կնոջը ինչ էր ասում, այդ փախածներ, հունից դուրս եկավ, Ալեն Սիմոնյանը այդտեղ, Հայկ Կոնջորյանը այդտեղ, իրենք չեն կարողանում այլևս իրենց զսպել։ Տեսեք, սրանց ամբողջը խաբեության քաղաքականություն է։ Իրանք, տեսեք, իրանք ընտրության եկան ինչ բանով, որ կոռուպցիայի դեմ պայքար, բան հիմնական խաղակարգը դա էր Նիկոլ Փաշինի, այդ ստախոսության չեմպիոնի եւ իր թիմակիցների։ Հիմա տեսան, որ դա այլ չի աշխատում, որտեղ իրանք ամենաշատն են թաթախված կոռուպցիայի մեջ, հիմա շրջանառության մեջ են դրել խաղաղության բանը, այդ գաղափարը, իբր թե հիմա խաղաղություն է։ Ես ասել եմ մի քանի տասնյակ անգամ, հիմա էլ պնդում եմ, պարոն Սիմոնյան, խաղաղություն չկա, կա ժամանակավոր հրադադար, որովհետև եթե ես ձեզ անվանում եմ իմ հարազատը, իմ բարեկամը, ձեր երեխան իմ մոտ գերի չպետք է լինի, իմ երեխան ձեր մոտ գերի չպետք է լինի, եթե մենք ունենք գոնե մեկ, առնվազն մեկ գերի, ուրեմն չկա տեղ խաղաղություն, սա էլ նախընտրական քարոզարշավի իրենց հերթական խաղակարգն է, որ ուզում են փաթաթել ժողովրդի վզին, բայց ես վստահ եմ, մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ, չկա խաղաղություն, սա պարզապես խաղակարգ է ընտրված վերընտրվելու համար այս իշխանությունների, դրա համար հասկացեք, տեսեք, ես անձամբ գերի տղա չունեմ, բայց ես ցավում եմ բոլոր գերիների համար, իսկ ինքը բերանը 6-ի վրա, 3-6-ի վրա բացած զվարճանում է կառավարության նիստերին, ծաղրում է ժողովրդին, վիրավորում է զոհվածի, հերոսի աղջկան, իր մանկահասակ երեխայի ներկայությամբ, բայց մարդը ինչ գործ ունի այդ կարգավիճակում, խնդրում եմ, հարգելի ժողովուրդ, ճիշտ հասկացեք իրավիճակը, մի հավատացեք, խաղաղություն չկա, նորից եմ ասում, եթե մենք մի գերի ունենք, ո՞ր է մի գերի, դա ուրեմն նշանակում է խաղաղություն չկա, ինքը այդ խաղակարգը օգտագործում է, որ ձեզ հույս տա, որ ասում է, եթե ինչ չընտրեք սեպտեմբերին պատերազմ անելու, արա Նիկոլ, լսի, այդ ում հետ էս պայմանավորվել, Ալիևի հետ, որ եթե քեզ չընտրեն պատերազմ կսկսվի, հերթու պատկերացնեք սրա խուժանության աստիճանը, այնպես որ ես ամենայն դեպս հարգելի պարոն Սիմոնը, ես վստահ եմ մեր ժողովրդի գիտակցության վրա, բարձր իմացության վրա, իրանք կհասկանան ի վերջո սառնասրտորեն կգնահատեն իրավիճակը եւ չեն տրվի այդ խոստումներին, այդ չհիմնավորված բաներին, հավաստիացումներին եւ կկատարեն ճիշտ ընտրություն։ Ես տեսեք չեմ ասում այս ինչին ընտրի, այն ինչին ընտրի։ Չէ, հələ դրա ժամանակը չի։ Ընդ որում առիթից օգտվելով, եթե կարելի է մի բան էլ ասեմ, Համեցեք։ տեսեք, Նիկոլ Փաշինյանը սկսել է քարոզարշավ։ Ճիշտ է, Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիր սահմանադրական օրենքը մի հիմար դրույթ է պարունակում 19-րդ հոդվածը, որտեղ ասում է, որ քարոզարշավի ժամանակը սահմանված լինելը չի արգելում դրանից դուրս քարոզարշավը, բայց այդ նույն հոդվածի առաջին մասը 19-րդ հոդվածի ասում է, որ պարտավոր են ապահովել քարոզարշավի ընթացքում հավասար հնարավորությունները։ Այսօր Նիկոլ Փաշինյանը ումից որ վախենում է տարեկալանավոր է, այսինքն անհավասար
մտնոլորտում անդամ Քարոզ Արշավ հասկանում եք։ Այն մյուս տեխնացուները, ասենք Սամվել Կարապետյանը, մյուսները շատերը կան, որոնք ընդդիմադիր կեցվածք ունեն, բոլորը անազատության մեջ են։ Բայց ուր մնաց այդ հավասարության սկզբունքը։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ամեն ինչի գնում է միայն թե վերարտադրվի, իսկ իր տխմար թիմն է լծված է այդ նույն գործին։ Ամեն ինչ անել, ամեն հիմարություն հեղինակել, հայտարարել իրանց, մենակ թե իրանք նորից վերընտրվեն։ Ամենայն դեպս Ալեն Սիմոնյանի, Պասուն Միքայելյանի, Հայկ Կոնջորյանի, այն մի հատ էլ մեկը կայելի ոգևորվել է Ռուբեն Ռուբինյան։ Դրանց բոլորի հայտարարությունները սրանք էքստազի մեջ գտնվող մարդկանց բնորոշ վարքագծի դրսևորում են։ Իրանք հասկանում են, որ շատ դժվար է լինելու իրանց վերարտադրությունը, ամեն դեպքում գնում են այդպես արտահայտություն կա, չէ, Վաբանկ քայլի։ Գնում են Վաբանկ քայլի։ Պարոն Պետրոսյան, դուք մի արտահայտություն ունեք իրավաբանությունից անգրագետ։ Այսօր Տիգրան Ավինյանը արդարացնելով Նիկոլ Փաշինյանի այդ պահվածքը մետրոյում ասում է այդ կինը վիրավորել է Հայաստանի քարտեզը, որը պետական խորհրդանիշ, այսինքն այս մարդիկ նույնիսկ չգիտեն որն է պետական խորհրդանիշ եւ որը չէ։ Ուրեմն նախ վիրավորանքի օբյեկտ կարող է լինել միայն քաղաքացին, անձը, ֆիզիկական անձը։ Կամ ասենք, ենթադրենք կուսակցությունա, չգիտեմ, ինչ միավոր է, բայց քարտեզը վիրավորելը ո՞րն է։ Տիգրան Ավինյանը ընդհանրապես պետք է գնա, միտեղ ինչ-որ միտեղ չձևակերպված բանվոր աշխատի։ Նա ինչ կապ ունի քաղաքային տնտեսության հետ։ Պարոն Սիմոնյան, հարգելի, մենք այսօր ես ապրում եմ Էլիտար թաղամասում, բայց փողոցները լրիվ ջարդուկում եղած են։ Որևէ քաղաքապետի օրոք sense բան եղել, չի եղել։ Այդքան անուն էին դնում Տարոն Մարգարյանին, իր օրոք sense բան կար, sense խայտարակ վիճակ կար։ Չկար։ Ոչ մի քաղաքապետի օրոք այսպեսի կներեք արտադրությանս համար բարդակային վիճակ չի եղել։ Ամբողջ բանը, փողոցները բոլորը ավիրված են։ Իսկ նա ինչի համար այնտեղ նստած։ Էսա համակարգային կոռուպցիան։ Այսինքն իրանց այդ քաղաքական պատուհասների կլուբը ԿՊ կոչվածը։ Դրանք ոչինչ չանելու դիմաց պետական բյուջեի հաշվին միլիոններ են ստանում առանց պատասխանատվության։ Ես նորից եմ ասում, ես հակված եմ այդ երկոտանիների ուսումնանունները, որ նշեցիք, դրանց արարմունքը որակել որպես հոգեխանգարմունքի արդյունք, հիմա ես եմ իրանց ասում, որովհետև գիտեք ինչ, հարգելի պարոն Սիմոնյան, ես ինքս եղել եմ տարբեր պաշտոններում, ասենք եղել են նաև իմ համար անցանկալի հարցեր, բայց ես որևէ լրագրողի, թե նախարար աշխատած ժամանակահատվածում, թե падգամավոր աշխատած, ես երբեք որևէ մեկին չեմ վիրավորել։ Ինչ է նշանակում լրագրողին ասել դու հոգեկան հիվանդ ես, արի քեզ տանեմ բուժեմ կամ արի գնա ինքդ բուժվի, այդ աղա։ Քեզ ով է ճանաչի, դու вообще ով ես այս կյանքում։ Հեսա որ տենակ մանդատ չունենաք, դուք ինչով եք զբաղվելու։ Ոնց եք ապրելու։ Էսա խոսքանթիրը, պարոն Սիմոնյան։ Նույն Կոնջորյանը, պարոն Պետրոսյան, պարզվեց, որ ինչ որ արտոնյալ կարգով բնակարաններ է ձեռք բերում, նրա եղբայրը, ընտանիքի անդամները եւս ըստ մամուլի հրապարակումների ունեն բնակարաններ, այսինքն այս մարդկանց կյանքը լավ ուղու վրա է եւ իրենք արդեն իրենց այնպես են թույլ տալիս, որ մարդկանց ախտորոշումներ տան։ Ուրեմն այդ ախտորոշման թիվ 1 շահառուն ինքն է։ Ինքը շփոթվել է իր հաջողությունից։ Ինքն էլ է զարմանում, ասում է ես ով էի, ինչ դառա, ես ոնց եղավ այս հրաշքը։ Դրա համար էլ թույլ են տալիս նման վարքագիծ։ Ես այդպես եմ գնահատում։ Ու դրանք բոլորը բանը ոգևորվում են Նիկոլ Փաշինյանի վարքագծից։ Ինքն էլ ամենառաջին ինքն է, չէ՞, տեսեք ոնց է խոսում ժողովրդի դստեր հետ, անչափահաս մանկահասակ երեխայի ներկայությամբ։ Պետրոն ելնելա ներողություն ասում։ Այդ տղա, դու ճիշտ տղա ես, խես նես բանանում, որ դրա համար դու ներողություն խնդրես։ Ու այն էլ համարվում ես երկրի վարչապետ։ Ես իրան համարում եմ, ոչ թե արձանագրում եմ, որովհետև նա ընդհանրապես այդ կարգավիճակի հետ գործ չունի։ Եվ իր շատ թիմակիցներ այսօր
Հարգելի պարոն Սիմոնյան, այսօր ազգային ժողովը դարել է հազարների բիսեդկա։ Ինչ օրենսդրական նախաձեռնություն, ինչ օրենքների քննարկում։ Ելնում են միայն իրար կապնելու, վիրավորելու, անվանակելու այդ նպատակներով։ Չկա, մենք այսօր ազգային ժողով չունենք։ Մենք ունենք ընդամենը մի քանի հոգի ինտիմատիր պատգամավոր, որոնք իսկապես բարեխղճորեն են կատարում իրենց պարտականությունները։ Իշխանական թևում կառավարող խմբակցությունում ես դրանց պատգամավոր չեմ անվանում, իրանք ընդամենը մանդատ են կրում պետական բյուջեի միջոցների հաշվին, ոչնչով չնպաստելով պետության առջև առկա մարտահրավերների լուծման։ Այ այն կարծիքը։ Պարոն Պետրոսյան, Նիկոլ Փաշինյանը վերջերս լրագրողներին ասաց, որ պետք է իրեն ընտրեն, որտեվ եթե իրեն չընտրեն, կդառնան հաշմանդամ, եթե ուրիշ տեխնացու ընտրվի։ Ինչպես եք վերաբերում իր այս հայտարարությանը, սա սպառնալիք է, թե ինչ է։ Գիտեք ինչ, Նիկոլ Փաշինը այն անձնավորությունն է, որի արտահայտությունը շատ դժվար է մեկնաբանել։ Որտեղ ինքը, ես չգիտեմ ում խորհրդով, ինչով, ելնում ամեն բան մի բան ասում է։ Մի մարդ, որ այնքան բարոյականությունից վերջնահաշվարկ կատարած մարդ լինի, որ կանգնի մի ժամանակ ասի Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Հետո կանգնի ասի ես շփոթվել եմ, որ տենց եմ ասել։ Դուք պատկերացնեք սրա անլաշտության մակարդակ աստիճանը։ Հետո էլ կանգնի ասի Արցախը Ադրբեջանն է։ Այդ տղա, բա որ Արցախը Ադրբեջան էր։ Բա ո՞նց էիր դու, ես ներկա եմ եղել, մենք այդ ժամանակ պատգամավոր ենք երկուսս էլ։ Ո՞նց էիր տրջիկ տալիս Արցախի ռեստորաններում։ Պարում էիր, զվարճանում էիր, բա չէիր մտածում, որ դա Ադրբեջանն է։ Այսինքն սա նույնպես Հայաստանի տարածքային ամբողջականությունը զիջերուն ուղղված հայտարարություն է, գործողություն է, որը քրեական օրենսգրքի 421 հոդվածի համաձայն ենթակա է դատապարտման 10-ից 15 տարի ազատազրկման։ Հասկանում եք, հարգելի պարոն Սիմոնյան, սրանք իրենց իշխանությունը զգում են, որ կորցնում են, դրա համար ոչնչի առաջ կանգ չեն առնում։ Ամեն ինչի պատրաստ են գնալ։ Պարոն Սիմոնյան, այդ դու ով էիր, որ դա եղել է իմ ուսանողը, միջակ ունակություններով, շատ միջակ։ Դու ով էիր, որ ախրանա ունենար, կամ դու ինչ իրավունք ունես, ազգային ժողովի նախագահի նկատմամբ, եթե ոտնձգություն չկա, դու քո դիկտատորին ոնց ես հանձնարարում մարդուն ձերբակալեն տան։ Դա ինչ բան է։ Կրկնում եմ, սա սահմանադրական կարգի դասական տապալում է, որը քրեական օրենսգրքի 420 հոդվածի համաձայն էլի նորից ենթակա է 10-ից 15 տարի ազատազրկման դատապարտման։ Էս է սրանցը։ Պարզապես գիտեք, ես էլ ասեմ եւ երևի ավարտենք մեր զրույցը։ Ցանկացած հանցագործ այդպիսի հոգեբանություն կա հանցագործի։ Դա հոգու խորքում հույս ունի, որ չի դատվելու, չի բացահայտվելու, չի դատապարտվելու, բայց չկա այդպիսի բան։ Չկա արար, որը չդատապարտվի։ Պարզապես մեր ժողովրդին ձեր ցավը տանեմ, խնդրում եմ, սառնասիրտ եղեք ընտրության ժամանակ, հասկացեք ում եք ընտրում։ Հիշեք մեր անցյալը եւ դրանից բխեցրեք մեր ապագան։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։